ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ես ամենևին ելույթ ունենալու մտադրություն չունեի, բայց երբ լրջագույն հարցերի մասին սիրողական մակարդակով են խոսում եւ ելույթների, հարցադրումների առանցքը կայանում են դրանում, բա չէ որ Ադրբեջանը այս զենքն ունի, այն զենքն ունի, եթե մենք հիմա ուրեմն սա գնենք, իրենք ուրիշը գնեն, ախր կա ժամանակակից պատերազմների իրականացման տեսություն, սա ֆոն Կլաուզևիցի տեսությունը չի, սա նոր տեսություն է, որի առանցքում բացարձակապես նոր պատերազմական գործողություններ վարելու տեխնոլոգիաներն են մշակված, մասնավորապես հուշեմ, որ Ադրբեջանի համար այդքան վախեցած եւ տագնապով խոսացող մեր ռետորուհին կարտա Сетецентрическая война и сетевая война, бесконтактные сетевые войны, сетецентризм управления сложностью, эпоха сетецентрических и гибридных войн. Եվ հիշեք մեր պաշտպանության նախարարի քանիցս արված հայտարարությունները, երբ դիվերսիոն խմբերը գործողություն էին իրականացնում ուղղված Հայաստանի զինուժի դեմ, Ղարաբաղի զինուժի դեմ, քանիցս Սեյրան Մուշեղովիչը հայտարարել էր պատասխանը կլինի ասիմետրիկ։ Հիմա նեն չի, որ կողմից քանի տանկ կլինի, հակառակորդը քանի տանկ ունենա, բացարձակ պատերազմական գործողությունների իրականացման այլ մեխանիզմներ կան։ Արավատյան իսլամական պետությունը, որ ամբողջ մերձավոր արևելքը տերորի է ենթարկում, հիմա էլ ասում է Խամասն ու Իսրայելն էլ կոչնչացնեն մի հսկայական գերտերություն, ինչպիսին է Ամերիկայի Միացյալ Նահանգները, իր ռազմօթուժով չի կարողանում առաջարին, դա գիբրիդային պատերազմ է։ Եվ այդ պարագայում մենք եկեք պարզապես այն հարցերը, որոնք լուրջ մասնագիտական պատրաստություն են ենթադրում, դրանց մասին չխոսենք, առավել ևս, երբ մենք ունենք իրավիճակ, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն։ Եվ պետք չէ այնպիսի հարցեր տան, որ անալիտիկները մեր այստեղի հնչած ելույթներից եզրակացություններ անեն, խոսքը Թուրքիայի, Ադրբեջանի, նրանց թիկունքում կանգնած անալիտիկ լուրջ կենտրոնների մասին է։ Հաջորդ հարցը, դեռ սրանից ամիսներ առաջ հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարը Արգենտինայում պատասխանելով լրագրողի այն հարցին սպառազինությունների, Ադրբեջանի սպառազինման հետ կապված, շատ հստակ մի ձևակերպում արեց, այո, Ռուսաստանը մեր ռազմաքաղաքական եւ ռազմական դաշնակիցն է եւ իրենց գերագույն գլխավոր շտաբը անպայմանորեն միջոցները կգտնի, որ ռազմական պարիտետը անպայման պահպանվի, որովհետև չպահպանվելու դեպքում ակնհայտ է Ադրբեջանը կսկսի համապատասխան գործողություններ, այդ ժամանակ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի հետ մեկտեղ լինելով հապկանդամ երկիր, պարտավոր է թեկուզ եւ Հայաստանի սահմանը պաշտպանի, այսինքն ամբողջ տրամագծով հայկական զորքը կարող է գա Ղարաբաղ, որտեղ մնացած սահմանի պատասխանատվությունը Բելարուսինն է, Ռուսաստանինն է, հապ մյուս երկրներինն է։ Եվ եկեք ողջունենք այս վարկային համաձայնագիրը, եկենք ձեզ հետ միասին ձևերը գտնենք, թե ինչպես հերթական անգամ ազերիներին հուշենք, որ զուր են իրենց պրոպագանդիստական բոլոր տեսակի ճիքերը, որ հակահարվածը կլինի շատ ավելի խորը եւ դաժան, որտեղ առկա են լուրջ վտանգներ, որոնք են այդ վտանգները ցավոք սրտի դրան ուշադրություն չդարձրեցին։ Մեր ազգային ժողովի պատմիրակությունը Եվրախորհրդի խորհրդարանական վեաժողովի վերջի քննարկումների ժամանակ օգտվելով առիթից խորին շնորհակալություն ու հիացմունք եմ ապրում այն փայլուն աշխատանքի համար, որ կատարվեց, ականատեսը եղան, երբ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամատ Սեիդովը վերջում հիստերիկ ձայնով մեկ էլ հանգարց ինչ ասել լավ է, մի քաղաքական գործիչ, որը մշտապես ոգևորված ելույթներ էր ունենում, ես շուրջ 8 տարի լսել եմ իր ելույթները, ներկայացնելով Ադրբեջանը որպես ժամանակակից եվրոպական ժողովրդավարական տեսություն, մեկ էլ հանգարց ասեց իսլամական մուսուլման
մուսուլմանական երկրի զարգացումը ձեր բոլորի համար խորթ է եւ հակադրվեց Եվրոպային, սա շատ հեռու գնացող բան է։ Արդեն իսկ համապատասխան ծառայությունները ինֆորմացիայի արտահոսք են տալիս առայն, որ հազարավոր էթնիկ ադրբեջանցիներ են կռվում այսօր իսլամական պետություն ահաբեկչական զինուժում։ Եվ արդեն իսկ հայտարարելով, որ մուսուլմանական իսլամական պետությունը ասես թե քողարկված կոչ էր այդ իսլամիստներին, էթնիկ ադրբեջանցիներին, որ գան այստեղ, հիմա մենք բոլորս ուզում ենք ցույց տանք, որ ինչ 1.5% կդառնա 4.5% ողբերգություն է, ռուսական բանակը զինվում է ժամանակակից զինտեխնիկայով ճիշտ այն նույն գներով, որով Հայաստանն է զինվելու։ Ես չեմ ասում, որ հանկարծ առիթ լինի դուք կարդաք առաջի բաժնում այդ ցանկը ձեզ համար հասկանալի կլինի, որ այս պայմանագրով որոշակիորեն հասկացվում է մեսիջներ է ուղարկում ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Թուրքիային, որ հանգարց մտնելով չանցնեք զինտեխնիկա եք գնե ժամանակակից, այո, բայց ամենավերջինը չէ, դա չի նշանակում, որ մեր ռազմական դաշնակիցը ուրեմն չի կարողանա դրա առաջն առնել, իհարկե կարողանա։ Եվ նման պայմանագրերը կնքելիս հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության եկեք այնպես անենք, որ վաղը մյուս օրը այս մեր քննարկումները, եթե նույն ռուսական, նույն բելարուսական ստրատեգները լսեն ու ասեն, այո, սա Հայաստանի Հանրապետությունը իրոք մեր ամենավստահելի ռազմաքաղաքական դաշնակիցն է, շնորհակալություն։